Պոլիկլինիկաները որոշ նեղ մասնագետների կաբինետների փակման վտանգի առաջ են։ Մասնավորապես ցածր դիմելիություն հիմնավորումն է դարձել որոշումների հիմնական հիմքը, ինչը շատ մասնագետներ համարում են ոչ լիարժեք չափանիշ։ Առողջապահության ոլորտի փորձագետները զգուշացնում են, որ օրինակ ինֆեկցիոն ծառայությունները ունեն լայն գործառույթներ, որոնք չեն արտահայտվում միայն պացիենտների այցելությունների թվով։ Ներառում են կանխարգելում, վաղ ախտորոշում, համաճարակաբանական վերահսկողություն եւ կրթական աշխատանք։ Եվ այս ցանկը շարունակելի է։ Առաջին՝ վարակիչ հիվանդությունների վաղ ախտորոշում եւ բուժում, երկրորդ՝ վարակների վերահսկում եւ կանխարգելում, երրորդ՝ կոնտակտային անձանց վերահսկում, չորրորդ՝ իմունոպրոֆիլակտիկա, սա արդեն հանձնված է ընտանեկան բժիշկներին, հինգերորդ՝ քրոնիկ ինֆեկցիաների կառավարում, վեցերորդ՝ համաճարակաբանական հսկողություն, յոթերորդ՝ կրթական եւ խորհրդատվական դեր։ Մտահոգություն կա, որ նեղ մասնագիտացված գործառույթները փոխանցվում են այլ բժիշկների, որոնք կարող են չունենալ անհրաժեշտ գիտելիքներ, ասում են մասնագետներն ու հավելում, այս փոփոխությունների ֆոնին անհանգստացնող է նաև կանխարգելիչ բժշկության արժեզրկումը։ Իրանք ուզում են մի քանի կենտրոններ թողեն մասնագիտացված, այն մանր-մունր, որ աշխատավարձ չտան եւ այլն, մաքրեն։ Այսինքն ամեն մի պոլիկլինիկա չի, որ փող ունենա ինֆեկցիանից կամ նեղ մասնագետ, որ իրանք չեն կարող պահեն։ Մի քանի հատ ունենան կամ մեծ հիվանդանոցներում կամ իրանք ընտրյալ պոլիկլինիկաներում դրանք լինեն, որովհետև չի կարող որ չլինի։ Պացիենտների համար սա կարող է բերել ուշ ախտորոշման ռիսկի։ Երբ նեղ մասնագետը հասանելի չէ, մարդը կամ ուշ է դիմում, կամ դիմում է ոչ համապատասխան մասնագետի։ Արդյունքում հիվանդությունը կարող է արդեն բարդացած փուլում հայտնաբերվել։ Բացի այդ, վարակների վերահսկման թուլացումը կարող է բերել տարածման աճի։ Սրանք այն գործընթացներն են, որոնք անմիջապես չեն երևում, բայց երկարաժամկետ առումով շատ վտանգավոր են հանրային առողջության համար։ Առողջապահության ոլորտի մասնագետների կարծիքով կարևոր է պահպանել հավասարակշռությունը քանակական եւ որակական գնահատականների միջև։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։